Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն պատմաբան ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի համար փետրվարի 16-ը առանձնահատուկ օր է։ Ծննդյան 65-ամյակն է, առավոտից ստացել է շնորհավորանքներ, լսել բարեմաղթանքներ։ Նրա աշխատասենյակ մտանք ճիշտ այն պահին, երբ ստացել էր օրվա հերթական զանգը, բայց հետո պարզվեց պատմության ինստիտուտի տնօրենի կարգավիճակում աշխատանքային վերջին զանգն էր, որով աշխատանքային վերջին ճշգրտումներն էր անում, ցուցումներ եւ խորհուրդ տալիս։ Հետաքրքրական ինչ է, ես ասպիրանտուրան ավարտելուց հետո որևէ տեղ չեմ աշխատել։ Ինձ ուղարկել են պատմության ինստիտուտ, իմ լուսահոգի ուսուցիչ Պետրոս Հովհաննիսյանը եւ Լենդրոշ Խուրշուդյանն են ուղարկել այստեղ եւ հյուրընկալ միջավայրում ես աշխատել եմ արդեն շուրջ 40 տարի, որից 24 տարին տնօրենի պարտականություններ եմ կատարել, դրանից առաջ եղել եմ փոխտնօրեն, եղել եմ գիտական քարտուղար, այնպես որ բոլոր աստիճաններով լաբորանտից մինչև տնօրեն անցել եմ եւ բնականաբար պատմության ինստիտուտ ինձ համար երկրորդ տուն է։ Շուրջ 40 տարվա աշխատանքային կենսագրականում եւ մոտեցումներում Աշոտ Մելքոնյանը երբեք չի խախտել մի շատ կարեւոր սկզբունք։ Անարդարության նկատմամբ երբեք այսպես ծարս չեմ եկել։ Անարդար վերևից հրահանգներ, եթե փորձ են եղել անելու, դարձյալ տեղի չեմ տվել։ Եվ այդ իմաստով իմ խիղճը հանգիստ է։ Աշոտ Մելքոնյանը անունը հայ պատմագիտության մեջ վաղուց ինստիտուցիոնալ նշանակություն ունի, ասում է, որ բնույթով ընդդիմադիր է, որը դրսևորել է բոլոր ժամանակներում, իհարկե, վատը շտկելու բարի քննադատություններով։ Շահանի Շահմիրյանի սկզբունքով, որոք այդ փառացի սկզբունքով եմ մոտեցել, որ այսպես բարի քննադատության շրջանակներում ցանկացել եմ միշտ դրա արդյունքը տեսնել լուծված եւ այդ իմաստով ինձ թվում է խղճի խայտ ես չեմ զգա, երբեք չի կարելի քաղաքական կոնյունկտուրային տեղի տալ։ Այսինքն, եթե քամին այսօր հարավից է փչում, պետք է չխոսես հարավի լեզվով, հյուսիսից ուրեմն հյուսիսի, միայն անաչառ պատմական երևույթները գնահատնելու տեսանկյունից եւ ես կարծում եմ, որ որպես տնօրեն իմ եւ իմ սերնդակիցների ամենամեծ ներդրումը պատմագիտության մեջ եղել է Հայոց պատմության ակադեմիական բազմահատորյակի հրատարակությունը, որ արդեն վերջին հատորն է մնացել, որ արդեն շուտով տպարան կհանձնենք եւ այդ իմաստով մեր սերունդը խիղճը հանգիստ կարող է փոխանցել էստաֆետը մյուսներին։ Աշոտ Մելքոնյանից հետաքրքրվեցինք, թե իրեն փոխարինող նոր տնօրենին էստաֆետը փոխանցելիս ինչ կարևոր պատգամ է ուղղելու։ Հավատարիմ մնա պատմագիտության անաչառ սկզբունքներին, բարեհամբույր վերաբերմունք հանդես բեր բոլոր աշխատակիցների նկատմամբ եւ ինչպես ինձ պատգամեց նախորդ տնօրենը Լուսահոգի Հրանտ Ավետիսյանին, ասաց, որ եթե մեկը մտնում է քո աշխատասենյակ, իմ մայրը ինձ սովորեցնում, որ դու պատկերացնես քեզ այդ մարդու տեղ եւ հարցը կլուծես այնպես, ինչպես այդ մարդը կցանկանար, որ իր խնդիրը լուծեին։ Եվ հետո ամենակարևորը, որ երբեք չպահես ռուսերեն բառ գործածեց, ներողություն այդ բառի, ասում են ստուկաչներ չպահես, այսինքն եւ լյուբիմչիկներ չպահես, քեզ համար սիրելի մարդիկ եւ քեզ համար անընդունելի, եթե ինքը պատմաբան է, ծանրակշիռ խոսք է ասում գիտության մեջ, նույնիսկ անձնական առումով դժվարահաճ մարդ է, դու պիտի հարգես նրա գիտելիք առաջին հերթին, որտեղ սա գիտական հիմնարկություն է։ Աշխատանքային վերջին օրն Աշոտ Մելքոնյանն իր աշխատասենյակում խնամքով պահված սիրելի իրերն է դասավորում, իր հետ տանելու է այն գրքերը, որոնք նվեր է ստացել վերջին 30 տարվա ընթացքում։ Պատից նաև Սևրի դաշնագրի քարտեզն է հանել։ Պատից հանել եմ ես Սևրի դաշնագրի քարտեզը, որը որ ինձ անձամբ նվիրել են, որտեղ Սևրի դաշնագրի պատմությունը ինձ համար հոգեհարազատ պատմություն է, միշտ գրել, խոսել, պահանջատիրությունը ինձ համար եղել է կարևորագույն գործելակերպ եւ այդպեսին շարունակում է մնալ եւ դրա այսպես ասած պատկերային խորհրդանշական տարբերակ այդ քարտեզն է եւ դա իս տեղափոխեցի իմ նոր աշխատասենյակ։ Րոպեներ հետո տեղի է ունենալու գիտական խորհրդի հանդիսավոր նիստը նվիրված Աշոտ Մելքոնյանի հոբելյանական տարեդարձին ու մեծարմանը։ Մինչ այդ խնամքով փակում է չհրկիզվող պահարանը եւ դարակը։ Ես նվերով եմ եկել պարոն Մելքոնյան, այս մեր վերջի գրքերից մեկն է, որտեղ ձեր մասին հոդված կա։
Սա գրատպության եւ գրքարվեստի հանրագիտարանն է։ Նվերներով, ջերմ խոսքերով ու անկեղծ բարեմաղթանքներով են դիմավորում Հոբելյարին։ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանն էլ հիշեցնում է. Ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը դա եկեք ընդունենք, ես չեմ ասում, դա հասարակության կողմից ընդունված է, որ Հայաստանում ինքը այսօր թիվ առաջին պատմաբանն է։ Ես իր հետ ծանոթացել եմ դեռևս այն ժամանակ, երբ Վլադիմիր Բախշիևիչն էր տնօրեն, եւ հիշում եմ ինչ բարձր բառերով էր միշտ գնահատում Աշոտ Մելքոնյանի Վլադիմիր Բախշիևիչը։ Դահլիճում հավաքված պատմաբանները, ակադեմիական հանրության ներկայացուցիչներն ու գործընկերները արժևորում են Աշոտ Մելքոնյան պատմաբանին ու գնահատում նրա բացառիկ տեսակը որպես ազգասեր ու հայրենանվեր հայի։ Բոլորս գիտենք Աշոտ Մելքոնյանի հայրենասիրական գործունեությունը, երևի թե մեր բանակի զինվորները ավելի շատ էին Աշոտին հանդիպում, քան թե ակադեմիայի նախագահ կամ նախագահությունը, իրականում այդպես էր։ Եվ առիթ եմ ունեցել մի քանի անգամ հերթական անգամ խրամատներից վերադառնալուց հետո ինքը պատմել է ինչ ոգևորությամբ եւ ինչ սիրով նվիրվածությամբ այդ հանդիպումները, որը իրոք մեծ դեր էին կատարում եւ դեր են կատարել եւ կկատարեն, համոզված եղեք, մոռանանք այսօր ինչ որ կա մեր բանակի համար, մեր զինվորների համար, մեր հայրենասիրական ոգու համար եւ վերջապես մեր հայրենիքի ապագա հաջողությունների համար։ Մենք այդ տեսակետից մենք բոլորս իմ կարծիքով պետք է գլուխ խոնարհենք բոլոր Մելքոնյան Աշոտի արչիվ այս կարևոր գործի համար։ Նա բուհական եւ դպրոցական բազմաթիվ դասագրքերի հեղինակ է։ Սերունդ է դասրագել եւ այսօրվա սերունդը նաեւ չմոռանանք, նաեւ Արցախյան ազգագրական պայքարի սերունդը դասրագությունն է ստացել նաեւ այդ դասագրքերով։ Սա շատ կարևոր հանգամանք է, որ մենք այսօր խոսում ենք շարունակ դասագրքերի մասին, այդ դասագրքերի ստեղծման գործընթացում էլ անկախության տարիներին Աշոտը մեծ դերակատարում ունի, եւ իբրև խմբագիր եւ հեղինակ։ Եղել եք մտավորականների կողքին, եղել եք զինվորների կողքին, մի խոսքով ժողովրդի կողքին, որպես նրա շահերի նվիրյալ պաշտպան։ Աշոտի նախաձեռնությամբ սկսվեց նաև պատմության ֆակուլտետի մեր ուսանողների Արևմտյան Հայաստանում դիպլոմների հանձնման արարողության կազմակերպումը, որը շարունակվում է առ այսօր։ Ես դրա համար հատուկ Աշոտ ջան, շնորհակալություն եմ հայտնում քեզանից։ 2007 թվականի օգոստոսի 10 Արարատ բիբլիական Արարատը մենք հանձնաժողովում ենք եւ պարոն Մելքոնյանը զանգահարեց Արարատի գագաթից ասելով ողջունեք մեր գործընկերներին, մենք այստեղ ենք եւ մեր գործն արդար է։ Այո, դուք միշտ եղել եք արդարամտության, օբյեկտիվության, ճշմարտության ջատագովը եւ շնորհավորելով ձեզ, շնորհակալություն հայտնելով պատմագիտական դպրոցը ղեկավարելու համար, որը բոլորիս շահերից է բխում եւ նաեւ շնորհակալություն նախագահությանը ձեզ համար նոր կարգավիճակ ապահովելու համար, որտեղ կարծում ենք նաև ձեր ներկայությամբ պատմագիտական դպրոցը շահելու է։ Մեզ համար առանձնահատուկ արժեք ունի նաև Արևելագիտության ինստիտուտի եւ Պատմության ինստիտուտի միջև ձևավորված ջերմ, գործընկերային եւ փոխվստահության վրա հիմնված հարաբերությունները, որն ամրապնդվել է հատկապես ձեր ղեկավարության տարիներին։ Պատմության ինստիտուտի Սփյուռքի եւ հայկական գաղթօջախների պատմության բաժնի վարիչ պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը Աշոտ Մելքոնյանի անսահման բարի եւ հայրենատեր լինելու մասին է փաստում Արցախում ունեցած մի պատառիկ հուշ դրվագով ամբողջացնում ասածը։ 2022 թվականին դեկտեմբեր 9-10-ներ մենք վերջին անգամ եղանք Արցախում, գիտական կոնֆերանս էր 4 հոգով էինք ակադեմիկոս Սաֆրաստյանը, Մելքոնյանը, Մարուկյանը եւ երբ որ մենք Արցախից հետ էինք գալիս, մեքենան կանգնեց մի բարձրադիր վայրում, Մելքոնյանը միանակ գնաց կանգնեց մի փոքրիկ բլրակի վրա, երկար նայեց մռավի լանջերին, երբ որ ես մոտեցա իրեն, տեսնեմ այս խոշոր աչքերը թախծոտ, լացակումած, եւ հետ դառնալուց ասեց Գևորգ, կարծես թե մենք վերջին անգամն ենք լինում Արցախում։ Ցավոք իրադարձությունները այսպիսի հունով ընթացավ, բայց մի շատ կարևոր հանգամանք, որ ես ուզում եմ շեշտել, Մելքոնյանի մարդ տեսակը եւ իրապես պարոն Մելքոնյան, դուք ձեր վաստակով, ձեր անունով
իրավամբ վաստակել եք մեր օրերի ներկա ժամանակների համար պատմության ինստիտուտի անձնագիրը լինելու մեծ պատիվը։ Ինչի համար ես շնորհավորում եմ ձեզ եւ ցանկանում եմ բեղուն հետագա գործունեություն։ Աշոտ Մելքոնյանի պաշտոնավարման տարիներին Պատմության ինստիտուտը պատկառելի ձեռքբերումներ է ունեցել, ասում է ինստիտուտի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանն ու հատկանշում, որ ակադեմիկոսն իր հանրային հրապարակային խիզախ ու ազգօգուտ գործունեությամբ ծանրակշիռ ներդրում է բերել եւ բերում հայրենի պատմագիտության բնագավառում։ Հարգելի գործընկերներ, նաեւ ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը պարգևատրվում է ինստիտուտի Մովսես Խորենացի հուշամեդալով եւ դրամական պարգևով։ Շնորհավորում եմ։ Եվ մեկ Մեծարանքի խոսքերն ու ջերմ մթնոլորտը միմյանց են խառնել Հոբելյարի հույզերը, երկմտում է ուրախանա, թե տխրի։ Տխուր եմ միայն մի բանի համար, որ իմ հավատամքը չհաղթեց։ Իմ հավատամքը այս Ախուրյան գետից այն կողմ իմ հայրենիք Արևմտյան Հայաստանը չազատագրվեց։ Որի մասին ես շատ եմ խոսել, շարունակում եմ խոսել եւ մնում եմ այդ համոզմունքին, որ այո, Արևմտյան Հայաստանը պիտի ազատագրվի եւ ոչ միայն Արցախը։ Ես այդ իմաստով պարտվել եմ։ Իմ գաղափարախոսությունն է պարտվել, իմ տեսակն է պարտվել։ Արցախն ենք կորցրել, որ ես չեմ հաշտվելու երբեք։ Ուրախ եմ ինչի համար, որ սերունդ կա, որը որ հավատում է դրան եւ շարունակելու այդպես ապրել։ Մենք այլ ընտրանք չունենք։ Մենք ինչու ստեղծեցինք միջնադարում հայ ազատագրության լեգենդը։ Պարոն Գևորգյան, ինչու ստեղծեցինք։ Անկարողությունից ստեղծեցինք։ Ինչու մենք ստեղծեցինք Սասունցի Դավիթներ։ Պետք էր Սասունցի Դավիթ չունեինք, անկարելի վիճակի մեջ էինք։ Մեր մելիքական դասը պետականության այդ շարավիղները բերեց հասցրեց մեր օրերը եւ մենք տեսանք 1918 թվականի մայիսի 28 առաջին հանրապետություն, որը կյանքի կոչեց երկրորդ հանրապետություն, խորհրդային դարձյալ պետականություն եւ ունեցանք այս պետականությունը։ Ես կշարունակեմ հավատարիմ մնալին հավատամքին, որ Հայաստանը մեկն է 400,000 քառակուսի կիլոմետր տարածքով։ Հայաստանի հանրապետությունը 29,800 քառակուսի կիլոմետրն է։ Եվ այդ 400,000-ի ազատագրությունը պիտի գա այս 29,800-ից։ Ես դրանում համոզված եմ։ Այլ հարց է, որ մեր սերնդին չի վիճակվել, բայց երիտասարդներին վիճակվելու է։ Այլ ընտրանք չունենք մենք։ Այս տարածաշրջանում այդպես պետք է ապրենք։ Միջոցառման ժամանակ Աշոտ Մելքոնյանը Պատմության ինստիտուտի նորանշանակ տնօրեն Համոն Սուքիասյանին փոխանցեց աշխատասենյակի խորհրդանշական բանալին հղելով իր բարի խորհուրդներն ու պատգամները։ Ես քեզ ցանկանում եմ հաջողություն, սիրելի Համո, եւ խորհրդանշական ձևով քեզ եմ ուզում փոխանցել աշխատասենյակի բանալին եւ սեյֆի բանալին։ Աշոտ Մելքոնյանը կշարունակի իր կարևոր առաքելությունը Պատմության ինստիտուտում արդեն որպես գիտական խորհրդի ղեկավար եւ նորագույն պատմության բաժնի վարիչ եւ ինչպես ինքն է նշում, Պատմության ինստիտուտը իր երկրորդ տունն է, որտեղից երբեք չի հեռանալու, շարունակելու է աշխատել նույն եռանդով եւ նվիրումով։ Շնորհակալություն բոլորիդ։